Ժամանակ առ ժամանակ պիտի քննենք, հավատքի մեջ եք, թե չէ։ Պողոս Արաքյալը ասում է, քննեցեք ձեզ, տեսեք հավատքի մեջ եք, թե չէ, испытывайте себя, верили вы։ Ժամանակ առ ժամանակ կարիք կա, մարդ կարա հաջողություն ունենա, մարդ կարա օրհնություններ ունենա, ու կարծես հավատքը թողնի, իրան թվա ինքը հավատքով է շարժվում, բայց հավատքը արդեն ուր էր, Եփեսոսի եկեղեցին ոնց էր ծառայում, ասում, ինչ գործեր էր անում, բայց Աստված ասեց հիշի որտեղից ես ընկել էր եկեղեցին, չեր էլ հիշում, հարցալա ինքը վաբշե գիտեր ինքն գա, թե ինքը երկնքից իմացավ, Հովանեսը եկավ, ասեց գիտես Տերը քեզ ինչ էր ասում, դու ընկած ես, հիշի որտեղից ես ընկել, որ հարցում ես ընկել, այն էլ հավատքի հարցում չեր ընկել, սիրո հարցում էր ընկել, ամեն հարցում կարելի է ընկնել ժողովուրդ 100%-անոց գարանտիա չկա, ինչ հոգևոր հասակի հասար, վտանգ կա, քանի երկրի վրա ես դու ընդից կարաս ընկնես, այդ վիճակից սատանեն կարա քեզ գցի, անենց կմոտենա չես էլ ջոգի, Տերորդն արի ճանախոտ կար, ինքը աստիճանաբար է լինում, ոչ մեկ մի անգամից չի մոլորվում, ինքը նախադրյալներ կա, այդ նախադրյալներն են լինում, կլինի այստեղը ռուսերեն կարդամ, հլնայք, Եսայի 44:20, ասում է, он гоняется за пылью, обманутое сердце вело его в заблуждение, и он не может освободить души своей и сказать, не обман ли в правой руке моей. Вы поняли, да? Сразу никто не заблуждается. Сначала приходит обман. Սկզբից սուտն ա գալի։ Ու այդ սուտը անենց ա գալի, որ ինքը քեզ օգուտ ա։ Դու ստից օգուտ ունես։ Եթե ստից օգուտ չունենաս, սուտ չես գործի, սուտ չես խոսա, ի վերջո դու ստից օգուտ ունես։ Սկզբից ստությունն ա գալի։ Բաղամի դեպքում սկզբից եկավ արծաթը, նյութը եկավ։ Եկան, որ իրան տանեն, ինքը ազգը անիթի։ Ասեց մի հատ ասուն հարցում անեմ։ Ասուն հարցում արեց, Աստված ասեց մի գնա, այդ ազգը օրհնված, որ ես գնում օրհնես։ Մարդը անենց բարձունք էր հասել, որ թագավորները հետևից ուղարկում էին, ասում են արի ես ազգը օրհնի կամ անիծի, այսինքն մինչև այդ օրհնելա, չէ, անիծելա, թե չէ, չի արել, հաստատ արելա, համբավը տարածվելա, տեղը գիտեին, ճանաչում էին իրան, որ էսի եթե օրհնեց, օրհնված է, եթե անիծեց, վсё, չորը կգա կտանի, եկան Բաղամի հետևից, Աստված ասեց մի գնա, այդ իմ ազգն է, ես այդ ազգը օրհնեմ, պարզ է, չէ, Ժորժ ջան, Իսրայելին անիծել չի կարելի, դե բարդ բան կա։ Մեկը բոնկեն ասում է, սուրբ գիրքը այնքան բարդ է, չեմ կարում հասկանամ։ Բոնկեն ասում է, լսի, ընդ գրված է պոռնոգություն մի արա, էդի պարզ է քեզ թե պարզ չի։ Հարբեցողություն դե բարդ բան կա։ Ինչ կա դե չհասկանալ։ Էսի մի արա, ինի արա, այս մարդը պապանձված մնում է։ Բարդ չի գան պատասխան, ինչ կա դե չհասկանալ։ Հստակ գիրքը ասում է, էսի կարելի անել, էնի չի կարելի։ Եթե Էյնշտեյնը ասեց ամեն ինչ հարաբերական է, Սուրբ գիրքը ասում է ամեն ինչ բացարձակ է։ Հարաբերական ենք իրար հետ, բայց գրքում կա աբսոլյուտիզմ։ Աբսոլյուտը դա Տերն է, Աստվածը, որը իրան իրավունք է վերապահում որպես հեղինակ, ասի մի բան կարելի է, մի բան չի կարելի։ Մենք եկել ենք աբսոլյուտիզմին։ Սիրելի զավակների պես նմանվեք Հիսուսին։ Ինչ որ մարդ չի բերում օրինակ, հասկանում եք, մենք ուղղակի Աստծո հետ պիտի նմանվենք, Աստծուն պիտի նմանվենք, ինչ բարձրունք է։ Անդե նյութը ուր է, ստե կարան ոսկու համար իրար միս ուտեն։ Եկտան Երուսաղեմը, Ժորժ ջան, ոսկին լինելու է ասֆալտը, ոսկու վրա ենք հայլելու։ Այն էլ թափանցիկ ոսկի։ Մենդելևի
աղուսակի մեջ թափանցիկ ոսկի չկա։ Չգիտեն այսօր այդ ինչա։ Երկրորդ անգամ այդ մարդիկ եկան, ավելի պատվավոր մարդիկ եկան, ասին բաղակ ուղարկել է, որ գնաս անի ձեզ։ Կարծես պարզ է, չէ, բաղաման պետք է ասի, ժողովուրդ ջան, Աստված ասեց, չէ, նորից եկեք այն նույն հարցով։ Ինչի որ ավելի նենց արժանավոր, պատվավոր մարդիկ են եկել, ուրեմն Աստված կամքը կփոխի, հելավ ասում նորից հարցում անելու։ Այդ ինչի մասին ասում։ Այդ ասում, որ նվերները տեսավ, մարդիկ տեսավ, սիրտը շարժվեց։ Այլ բանա չէ, թաղապետ կա, ժեկի պետ կա, անդե եսիմով կա, մեկ էլ դենաս նախարարների մակարդակա, վարչապետի։ Ասենք այսօր լուրջ մարդիկ կարան գան ու քուր, գիտես ոնց։ Ինքը գիտեր, որ ազատագրված է։ Բայց վիճակը ցույց է տալի ազատագրված է, թե չէ։ Վիճակը ցույց է տալի։ Օրինակ նայեք, խոսքը մի քիչ երկարեց, կանգնեմ։ Վիճակը ցույց է տալի դու ազատագրված ես, թե չէ, բա որտեղից իմանաս դու ազատագրված ես, թե չէ։ Քո սրտում այդ կախվածությունները կան, թե չկան։ Որտեվ անենց անհարմար պահին հարցեր կան, որ մեր սրտի մեջ կարան գլուխ բարձրացնեն, մենք փաստի առաջ կանգնենք։ Մի օր մի հատ աղբեր ասեց, աղբեր, ես փող չեմ ուզում, ես ասի եղբայրս, այդ հարցը տեն չի լուծվում։ Երբ որ չամադանով կբերեն, տենց վերացական ես փող չեմ ուզում, այսօր քեզ փող առաջարկող էլ չկա։ Սկսենք դրանից։ Այսօր քեզ գումար առաջարկող կա, չկա։ Աշխատավարձով ապրող աղբեր ես, տեր օրհնի քեզ։ Երբ որ չամադանով կբերեն դեմդ, $10 միլիոն կդնեն, կասեն եսի քեզ Տիգրան ջան։ Ու Տիգրանս, որ Վրաստանից ավտո է բերել մի տարի առաջ, մատոր չի կարող գտնի փոխի, վարկերը, պարտքերը, հարկերը կուտակված, այդ $10 միլիոն տենա, ասի չեմ ուզում։ Ես գնում եմ իմ սելը, քշեմ, բոքոնս ուտեմ։ Գնում եմ այդ ավտոն, հալալա, կասեք ես փողերը չես ուզում, Տիգրան ջան, բա ինչ անենք, ինչ ուզում եք արեք։ Տվեք եկեղեցուն, տարեք դրեք առաքյալների ոտերի տակ, ոնց է գրված։ Եթե Տիգրանը տենց ասեց, ուրեմն Տիգրանը ագուրն է, որ ասեց Աստված, ինձի ոչ հարստություն տուր, ինձի ոչ աղքատություն տուր, ես չեմ դիմանա։ Ագուրը տենց էլ ասեց ինձ հարստություն մի տուր, ես չեմ դիմանա։ Այսօր ինչքան մարդ գիտենք, որը Տիրոջը, որը ասում է Տեր ինձ հարստություն մի տուր, թեպետ Աստված չել բանան պատրաստում քեզի տա, բայց այդ մարդը ասում է ինձ հարստություն մի տուր, ես չեմ դիմանա։ Այսինքն ես Հովսեփը չեմ, ես Դավիթը չեմ, Սողոմոնը չեմ, Մուրտկեն չեմ, ես մեծ գումարներին սովոր չեմ, պատրաստ չեմ, ես չեմ դիմանա դա, ես կխախտվեմ։ Բնական է, այսօրվա մերկեքով մարդ կարա խախտվի $10,000, մեկը կարա $100,000 խախտվի, մյուսը $1 միլիոն, մեկը $10 միլիոն, մյուսը $100 միլիոն։ Բա ոնց իմանաս։ Դրա համար, գիտեք, ապաշխարությունից հետո մի հատ կարևոր ընթացք կա, որը հավատացյալը պիտի անցնի։ Կարող է պարզվել այսօր շատերը դա չեն ընդունում, բայց էդի ճշմարտությունա, դա կա, դա գրված է ու մինչև այսօր գործում է։ Ժողովուրդ, էդի կոչվում է անապատ։ Ապաշխարությունից հետո առաջագալի անապատը։ Հավատացյալը պիտի անապատ անցնի։ Եվ հրյաների պատմությունը Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 10-րդ գլխում ասում է նրանց անցածը մեր համար օրինակ է։ Օրինակ է ասում է։ Այն ինչով իրանք անցել են, մենք այսօր օրինակ է, այսինքն մենք էլ պիտի այդ նույն ընթացքներով անցնենք, բայց իրանց պես ոչ կռապաշտ լինենք, ոչ կրքոտ լինենք, ոչ ցանկացող լինենք, բանսարկու լինենք, այդ է բացահայտում ժողովուրդ մեզ անապատը, մեր սրտների մեջ բացահայտող անապատն է։
Անապատը ամենին ջրերես կհանի։ Մի բանա որտեղ չես կարա կեղծես։ Անապատում հուդան համբյուրով չի գալիս։ Էդի կարա վերնատունը գա։ Անապատում օծը պարզ գալիս է։ Պարզ гալիս է, что тут неясно։ Գալիս է որ քեզի կծի, սպանի։ Կարիճը, պոչը, հետևով գալիս է քեզի խփի, խածի, վերջ, там все ярко выражено в пустыне։ Դերասանություն, արտիստիզմ, все исчезает моментально։ Անապատը սկսած է ննդոցում, Հագարը հրեշտակից խոսք ստացավ, անապատում ստացավ, փախավ սառայից, եկավ անապատում հրեշտակը հանդիպեց, ասեց երեխա ես ունենալու, անունը Իսմայել ես դնելու, նա մեծ կլինի, սաղի ձեռքերը իրան վրա կլինի, իրա ձեռքերը սաղի վրա կլինի, այդ ինձ ինքը կապրի, Հագար այդ խոսք անապատում ստացավ, և մինչև հայտնության մեջ, էլի անապատ է գրած, Աստծո ժողովուրդը տարվելու է անապատ հայտնության մեջ։ Հավատքի ժողովուրդը։ Այն ժողովուրդը, որը կմնա մինչև նեղի գալուստին։ Անապատ մերժել, չընդունել, այդ նշանակում է ես հում հավատացյալ եմ։ Դավիթը նույնիսկ բանտի մասին է գրում։ Ավելի խիստ եղա գրում, բանը ասում։ Ով է հիշում Դավիթը բանտում եղել է։ Вспомните, Давид был в тюрьме? Вообще не помню, чтобы Давид был в тюрьме. Давид в тюрьме никогда не был. Բայց ինչ ա գրում? Так, 142 սաղմոսված. Ասում է, выведи из темницы душу мою, чтобы мне славить имя. Какая темница? Когда ты вообще был в темнице? 141-ի 7-ն ռուսերենում, հայերենում 142-ի 7-ը պետք է լինի Գորջան, ինչ ասում? Իմ անձս բանտեն հանե, որպեսզի քո անվանդ գոհություն մատուցանեմ։ Դավիթը բանտում էր դրված։ Բանտը, էսի սա հոգևոր ընթացքներ է, ժողովուրդ, սա ֆիզիկական բանտի մասին չի խոսքը։ Խոսքը ոչ էլ անապատի մասին է։ Ֆիզիկական։ Սահարայի անապատը, Երուսաղեմի անապատը, այս ֆիզիկական անապատի մասին չի խոսքը։ Խոսքը հոգևոր անապատի մասին է, որտեղ դու լուրջ տիրոջ կարիք ունես, ջրի կարիք ունես ու հին ժողովուրդը հայրաները քեզ օրինակ ոնց էին իրանք կերպ փորձությունները անցնում եւ հաղթում էին թե պարտվում էին։ Անապատը ուղղակի անհրաժեշտ է, այն հավատացյալը, որ անապատ չի անցել, ինքը հում հավատացյալ է, ինքը չգիտի իրան։ Ինչի հիման վրա եմ սա ասում։ Նոր կտակարանում ապաշխարեցիր, հոգով մկրտվեցիր, ջրով մկրտվեցիր, լուսավորվեցիր, բայց կատարյալ չդարար։ Դու ընտրված ես, բայց դու ընտիր չես։ Ընտրվածը ուրիշ է, ընտիր լինելը ուրիշ է։ Քո մեջ մի հատ պրոցես է սկսվում։ Երբ որ լուսավորվում ես, տեսնում ես քո մեջ թե ադամական բնություն կա, թե երկնային Քրիստոսով նոր բնություն կա։ Այդ բնությունը սկսում են իրար հետ պատերազմել։ Ու դու հիմա պիտի այնի չկերակրես։ Եթե դու հին բնությունը սնեցիր, ինքը քեզի կխեղդի։ Պողոսը քանի անգամ ասում է հին մարդուն կերպարանակից մի եղեք։ Հին մարդը ձեր վրայից հանեք, էդի հեշտ չի հանելը։ Դրա համար լուրջ իրավիճակներ են պետք, որտեղ դու կհրաժարվես այդ հին մարդուց։ Հին ադամական բնության որակներից։ Երկրորդ օրինաց Վտարազակոնյա 8:2 ասում է ու հիշի այն ճամփան ռուսերեն ասում է պոմնի իրավունք չունես մոռանաս պիտի եսի դաջվածի պես են սրտիդ հիշես եսի ասում է ու հիշի այն ճամփան որ քո Տեր Աստվածդ 40 տարի
քեզ անապատի մեջ պտտցուց։ Ու ոչ թե ասում է քեզ օրհնելու համար, օրհնություն չկա ստե։ 40 տարի պտտել է, օրհնելու համար չի պտտել։ Ու հիշան ճամփան, որ քո Տեր Աստված այդ 40 տարի քեզ անապատին մեջ պտտցուց, քեզ խոնարեցնելու համար, առաջինը պտտելա, որ քեզ խոնարեցնի, դու պիտի խոնարվես։ Դավիթը Սաղմոսի մեջ ասում է երանի սրտով կոտրածներին եւ հոգով խոնարհներին։ Խոնարհվելուց առաջ էլ պիտի կոտրվես։ Եթե չես կոտրվել, ոնց խոնարհվես։ Ուրեմն այնց իրավիճակներ պետք է դեմդ բերի, որտեղ դու պիտի կոտրվես։ Ու կոտրվելուց հետո խոնարհվես։ Եթե կոտրվելուց հետո չխոնարհվեցիր, անիմաստ էր կոտրվելը։ Նա ապարդյուն կանցի քո կյանքում։ 40 տարի պտտել է Ժորժ ջան։ Ասում է խոնարեցնելու, փորձելու, սրտիդ միջինը իմանալու համար։ Անապատը սրտիդ միջինը հանում է ջրել ես։ Ոչ մի բան չես կարա ծածկես ընդե։ Փորձելու սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք դու իր պատվիրանները պիտի պահես, թե ոչ։ Այս սաղ նպատակը ժողովուրդ պիտի 40 օրվա մեջ լիներ, բայց որ Տերը բարգացավ, օրը տարվա տեղ դարավ 40 տարի։ 40 տարի իրանք ասում են այս պրոցեսի միջով Աստված հանել էր իրանց 10 փորձեր, իրանք ասում 10 անգամ փորձեցին։ Տեսեք անապատը ինչի համար է։ Քո իրական որակը անապատում երևում է։ Հիսուսը տարվեց անապատ։ Ամբողջ իմաստը, որտեղ ոչ թե հովիվները, եղբայրները, եկեղեցին իրանք չեն տանում անապատ։ Անապատ տանում է Տերը։ Հիսուսին անապատով տարավ։ Սուրբ Հոգին գրված է։ Սուրբ Հոգին Հիսուսին տարավ անապատ։ Եվ անապատի մեջի փորձությունը 40 օր ծոմից հետո փորձիչ ասма մոտեցավ։ Եվ եթե հիշում եք, ասում է, 2 անգամ ասեց Տերը գրված է, մի անգամ ասեց ըսված է։ Գրվածով շարժվում էր քահանան եւ թագավորը, ըսվածով шаржевым էր մարգարեն։ Два раза сказал написано, один раз сказал сказано. По написанному двигался царь и священник, по сказанному двигался пророк. То есть Христос был и царем, и священником, и пророком. Эти 3 служения он в себе совмещал. И пророчество есть об этом, что он царь, он священник по чину Мелхиседека, и он пророк. 2 закон 18:18. Այսինքն նա որպես փորձությունը, որպես քահանա, մարգարե եւ թագավոր ադբիտարեց։ Հաղթեց։ Եվ ասում սատանեն իրանից հեռացավ մինչև ժամանակ։ Դովրեմին։ Սատանեն չի պատրաստում քեզ հավիտյան թողի։ Ֆրֆրմա կողքերը թերո չի։ Հենց սայթակեցին ինքը վրաս կողքը տա։ Խորհրդատարի։ Անապատի իմաստը մարդուն բացահայտելն է, խոնարհվելն է, այն որ Սուրբ Հոգով մկրտվեցիր, դարար Աստծո զավակ, բա հին մարդը ուրանալը իր ապականացու ողջ բանով, զանգվածով եւ թթխմորով մեր վրայից պիտի հելնի թե չէ։ Եթե դա տենց վրաս հելնում է, Կորինթացի եկեղեցին խեր այդ խնդիրների մեջ։ Պողոսի հետ ինչ են վիճում, ասում են դու մարմնավոր ես։ Այն առաքյալը, որ իրան ձեռքա բերե։ Էդի սա հին մարդու դրսևորումներ։ Հին մարդը խաչը հանելը ու մեռած պահելը։ Այսինքն Քրիստոսի մահը անդադար մարմնի մեջ կրելը։ Հետո ըստ Օսիայի, Օսիան էլ անապատի մասին ասում, հետաքրքիր է։ Օսիա մարգարեն ինչ ասում անապատի մասին։ Օսիա 2:14 Անոր համար ահա ես զանիկա պիտի հրապուրեմ, Տերը պիտի հրապուրի։
մարդ կլնի, ազգ կլնի, ընտանիք կլնի, եկեղեցի կլնի, ասում է, ես պիտի հրապուրեմ, զանիկա, անապատ պիտի տանեմ, ու անոր սրտին պես պիտի խոսիմ, ռուսերենում ասում է, և անոր սրտի, ի բուդու գավարից կսերցու իյո, այսինքն սրտի հետ եմ խոսալու, քո սիրտը անապատում մի ուրիշ ձև է ցանկանում ասում, երբ որ անապատը նաև ինչ անում անապատը, այս աշխարհի ունայնությունը ջրեր է սահանում։ Դու անապատում տեսնում ես, որ ամեն ինչ սուտ է, ամեն ինչ կեղծ է, ամեն ինչ իրական չի։ Ու անապատի մեջ մի ուրիշ ձև ես հասկանում, ինչ էր Տերը ասում, ինչ է նշանակում մի սիրի աշխարհը եւ այն ինչ աշխարհում է։ Որտեւ աշխարհում աչքի ցանկություն, մարմնի ցանկություն, այս աշխարհի անպարտավանություն։ Անապատը թե քեզ է մերկացնում, թե քո շրջապատին այս արժեքները մարդկային, որտեւ ասում են ինչ մարդկանց մոտ բարձր է, Աստծո մոտ պիղծ է, գարշելի է, ցածր է։ Էսի անապատի նպատակը ժողովուրդ։ Եթե անապատը մեզ չմերկացրեց, անապատը չբացահայտեց մենք ով ենք, հավատացյալները կմնան հում, էգոիստ, մարմնավոր եւ կույր։ Քուր, ինձ այնքան են տեսե անապատում, ու ես այնքան եմ ինձ տեսե անապատում անցնելով։ Ես չեմ տեսել, Հա։ Մի հատ քույրիկ հիշում եմ սենց բան պատմեց վկայություն, ասեց տարիներ առաջ ա եղել, երևի 30 տարի առաջ։ Ասում է տենամ էքսկալատորի բանը լեն մեծոտ էքսկալատոր է, էլի ոնց որ մի հատ չի, երկու հատ չի, ու որ սովորական չի, լավ մեծոտ է, էլի լենքը ոնց որ լինի 1 մետր, 1.50, ամբողջ ասենց իջնում ասում է։ Իջնում է, ասում է մեկ էլ դեմը ապակիներ է, թափանցիկ վիտրաժներ է, անենց անապատ ասում է մաշող, որ դուրը բացում ես, տաքությունից, այդ արևից, ասում է կարես ուղղակի գնես մեռնես, 50 աստիճան, փշերն էլ ամեն փշերը 10-15 սանտիմ ասում է, այդ ինչ հակա, ոտը դնում ես ավազի վրա վառում է, ասում է ժողովուրդը իջնում էր, էդի տենում էր, հաջորդ էսկալատորով կրկնակի արագությամբ բարձրանում էր։ Ասում է ես համարձակվեցի, դուրը բացեցի, տեսա այսքան փուշ ծակեց ինձ, 30 տարի առաջ է տեսել։ Ես էլ յուբկով ասում է, դերայով, ոտաբոբիկ, ասում է ոչ մի ամունիցիա, սպառազինություն, ես մի րոպե չեմ կարող այդ ավազի վրա կանգնել, 5 քայլ անեմ կմեռնեմ։ Ասում է մեկ էլ հերվում տեսա քեզ, ասում եմ ինձ, ասում է հա, զարմացա, ասում է ամերիկյան այն անապատի զորքերի պես, այդ ինչ բացինկեք էր, մեծ, այսինքն եկա մեծ բացինկեք, մոշնի պրոտեկտորներով, կամուֆլաժ հագած, վեշ մեշոկը մեշկիտ, պանամկեն, ջրերը, զենքերը վրեց սա խփած, անենց արագ էր գնում, ասում է գոռում եմ, դու ինձ չես լսում, այնքան հեռու ես։ Ասի ինչ էր գոռում, ասում է Յանի սպասեր ես գայ հետդ։ Ասում է բայց ո՞նց եք, ընդհանուր դու եթե ինձ լսեր, դաժե կանգնեիր, ո՞նց եք գալու։ Ասում է դու ինչ ոչ լսեցիր, պարզա ոչ պտտվեցիր, ու ես ոնց հասկացամ, մեջքիս մոտ այսքան մի հատ վեշ մեշոկ հետևեց բարձած, սարը ու սարը ասում է ճղած հելում էր սարը։ Այդ սաղ ճամփին ասում է մենակ նենց հատուկ են մարդիկ, որ էդի կարանան անցնեն։ Էդի իր համար էր այդ վկայությունը, թե ինչ էր, բայց էդի մոտ 95-6 տվի բան եմ ասում։ Ասում է ես չկարացա էդի անցնեմ, ես դա չանցա, ասում է։ Ես էլի բարձացա էքսկալատորով վերև։ Ինքը իրականում շատ մաշող բան է այդ անապատը։ Ու Տերը ռուսերեն ասում է ես կձգեմ իրան։ Ուրիշ տեղ էլ մարգարեության մեջ ասում է ես հիշում եմ քո երիտասարդության սիրո մասին, Երեմիան ավայթ է։ Ասում է որտեղ դու իմ հետևից եկար անմշակ հող։ Դա եւս անապատն է։ Որտեղ անապատ մենակ սերը կտանի քեզ։
Եթե Քրիստոսին չես սիրում, դու անապատում անելու բան չունես, դու անապատ չես էլ ընդունի, դու անապատին կատեգորիկ դեմ կլնես, որտեղ այնտեղ ադամական մարդու համար մահը անապատը, անապատուն քաղեբը ձեռք բերեց ուրիշ հոգի, ռուսերեն ասում են ինոյ դուխ, քաղեբը եւ Հեսու, Ժորժան, 3 միլիոնից 2 հոգին քանի տոկոս անում, եղբայրներ ջան, մաթեմատիկի, դարագի տոկոս կա, ես վաղ չգիտեմ, 3 միլիոնից 2, իսկ եթե պարզվի 5 միլիոն են եղել, լսի 2 հոգի ռեալ չի, այսօր դա ստատիստիկա չի։ Ու հին սերունդից որ հելել են, այդ 2 հոգին են մտել, մնացածը սաղ մահացել են։ Մովսեսը ամենամեծ պախարոնի բյուրոն է ունեցել։ 40 տարի 5 միլիոն մարդ է թաղել։ Երան ենք տալի Մովսեսին, մի շաբաթ կդիմանանք Մովսեսի այդ անապատը։ Քանի անգամ էին ուզում քարկոծեին, քանի անգամ էին անարգում Աստծո մարդուն։ Բայց ինքը մի հատ մխիթարող բան ուներ, ասում է Моисей, который в пустыне был в собрании с ангелом. Он был в пустыне, но в пустыне он был в собрании с ангелом. Հրեշտակի հետ ժողովքի մեջ էր Ստեփանոսը գործքում ասում, դրա համար ձգեց ինքը, Աստված անդադար իր հետ էր։ Մովսեսն էլ 40 տարի անապատում գիտեք ինչ էր անում։ Իրան առաջի 40 տարին ինքը եգիպտական կրթություն ստացել։ Իսկ եգիպտացիների համար Հովիվ լինելը ինչա, գարշանկա գրվածա, մերզը для египтян всякий пастух овец։ Առաջի 40 տարին իրան հետ են սովորացրել։ Գարշանկա, մերզեստ։ Երկրորդ 40 տարին ինքը ինչ էր անում։ Հովություն էր անում։ Եգիպտական կրթությունը տեսեք մեջից ոնց էր ելնում։ Սեպը սեպով են հանում ասում, սեպը կարաս փեդով հանես։ Կամ ով է փորձե փեդով երկաթ սրի։ Տեսակը տեսակով է սրվում։ Փեդով չես կարա երկաթ սրես։ Երկաթով կարաս փեդը։ Համապատասխան երկաթ լինի, ինչ պինդ փեդ ուզում լինի։ Երկաթը փեդի հախից կգա, բայց փեդը երկաթի հախից չի կարա գա։ Այս անապատը անհրաժեշտ է մեր կյանքում։ Ու հենց ապաշխարությունից հետո, որը խորհրդանշում է մեր Եգիպտոսից դուրս գալը, դեմը անապատ էր։ Էդ էլ է խորհուրդ։ Անապատը են չոր, ցամաք, փնտրտուքի ընթացքն է, որը ամեն հավատացյալ ունի իր փորձության շրջանը։ Իր անապատի շրջանը։ Ավետած երկիրը այս դեպքում չի խորհրդանշում բանը երկինքը։ Հոգևոր իմաստով մենք ասում ենք քահանան, երկնային քահանանը, երգում ենք, բայց որ գրքով նայում ենք, Ժորժան, այն օրը որ հերաները մտան ավետած երկիր, իրանց պատերազմները սկսեց։ Առաջինը Երիքովն էր, երկրորդը Գայը։ Այսինքն ավետած երկիրը դու պատերազմով ես գրավում։ Դա ավելի շուտ խորհրդանշում է Սուրբ Հոգով լցված կյանքը։ Եթե դու անապատում հաղթեցիր, դու Սուրբ Հոգով լցվում ես։ Ինչի մարդիկ չեն լցվում Սուրբ Հոգով, անապատում պարտվում են։ Անապատում հավատարիմ չեն Տիրոջը։ Իրանց ծառավին հավատարիմ չեն։ Սովը ուրիշ բանով է կշտացնում։ Փորձության ատենը իր հոգևոր սովը անտեսում է։ Անապատից հեշտ չի դուրս գալը։ Եվ երկերքոցի մեջ 3 անգամ ասում է ով է ասիկա, ով է ասիկա, ով է ասիկա։ Ու այդ ասիկային ասում է կրտնած սիրեկանի դուրս կգա։ Եթե անապատում ոտերով առաջ չես հելնում, վպիրոտ նագամի, ուրեմն սիրեկանին կրտնած հենված Հիսուսի թևին հաղթած անապատի դուրս ես գալիս։ Անապատում դու գիտես, որ կյանքը Քրիստոս է եւ մահը օգուտ։ Այդտեղ դու այդ դասերը ընտիր սովորում ես։ Որ հետո ավետած երկրում, երբ որ Տերը քեզ իշխանություն վստահի, զորություն վստահի, դու չխախտվես։
Մարդիկ կարան միլիոներ բերեն դնեն ոտերի տակ։ Ու ինչ ես անելու։ Կուլես գնալու դրանց։ Ասեց արծաթ ու ոսկի չունեմ, բայց ես ինչ ունեմ տալիս եմ։ Միջնադարում Հռոմի պապը Միքելանջելոին կանչել է ու Священная Римская империя սունդուկները բացում, ասում են նայի հարստությունները, ասում այսօր Պետրոս Արաքյալը չէր կարող ասել արծաթ ոսկի չունեմ, Միքելանջելոն տանում բերում, ասում բայց այսօր Պետրոս Արաքյալը ոչ էլ կարող է ոնց որ ասի Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց ու քայլի։ Հռոմի պապը։ Պարզ, ուղիղ ուղերձով։ Այսինքն դու հարստացել ես, բայց փոխարեն զիջել ես Սուրբ Հոգու զորությունը։ Բա զորություն ուրա։ Կաղեր այսօր փող են հավաքում, որ դու տաճար սարքես։ Ոչ մեկի չենք դատապարտում, չենք քննադատում, բայց անապատից հելած հավատացյալը, ինքը փորձված հավատացյալը, ինքը զորավոր է ու ինքը հելնում է Հիսուսին կրտնած, հաղթական ապրելու իր համար ծառայելու։ Պողոսը Գաղատացիների մեջ ասում է եւ գնացի Արաբիա։ Շատ կարճ էլ ոչ մի տեղ դրա մասին չի գրում։ Արաբիան անապատ է ժողովուրդ։ Что, пошел в Аравийскую пустыню? Դուրը բացել է, անջան։ Չեն կարա մարդիկ անապատը խույս տան։ Աստված կմերժի որպես ուժը կորցրած աղ։ Ու մենակ անապատում է աղը համ ունենում, հոգին իջնում, հայտնությունները ստանում, Տերը երևում։ Անապատում ես սովորում, դառը ջրեր դարձնես քաղցր։ Քո հոգևոր կալիբրովկեն անապատում տեղի անենում, նվիրում ասում։ Այդ տեսակ մարդկանց էլ չեն կարա ոչ մի բանով կուպիտ անեն։ Իրանք թրծված են, փորձված են, Աստված իրան փորձել է ու Տերը գիտի իրան ինչ կարա վստահի այդ մարդուն, ու այդ մարդը չի խախտվի, որտեղ այդ մարդը իրականությունը տեսել է Աստծո աչքերով։ 120 տարեկան Մովսեսի մասին ինչա գրած, «И зрение не притупилось, и крепость не истощилась». Անապատ իրան չհաղթեց ժողովուրդ։ Տեր օրհնի ձեզ, որ ձեզանից ամեն մեկը կարանա Սուրբ Հոգիով, ոնց որ Հիսուսին տարավ, տենց տանի մեր անապատ, մենք ընդեպիտի հաղթող լինենք, լուբոյ օրհնված մարդու կյանքում կարդում ես, ինքը անապատի մասին վկայում է։ Վիլկերսոնը կյանքից օրինակ է բերում, Դավիթ Վիլկերսոնը, ասում է կնոջս 28 վիրահատություն են արել։ Երկու կրծքերը հեռացրել են։ 28 վիրահատությունից 6-ը ռակի պատճառով ա եղել։ Ասում է ես նալիչկա փող էի հանում, ուզում էի Ամերիկայից փախնեի։ Բաց այդ գրում է մարդը, ինչ չի ասի գաղտնիքով էլի, որ ձեզ հիմա բանեմ հրատարակում։ Այդ ձևի օրհնված մարդը բանկից նալիչկա փող էր հանում, նստում էր ավտո, ուզում էր փախնել Մեքսիկա։ Որտեղ կքարոզի առանց պատասխանատվությունը։ Տարիներ ֆինանսական գրուզի տակ ա եղել։ Այդ ֆինանսական գրուզը ոչ $1 միլիոն ա եղել, ոչ $10 միլիոն ա եղել։ Այսօր Նյու Յորքում եկեղեցի ունի, որի գինը ասում են 50-60 միլիոն անցում այդ եկեղեցին։ Անդե որտեղ Ալիա Սլավի, որտեղ Փարքն է, բանի Հոլիվուդի, այդ պղծության խավարի մեջ Վիլկերսոն անդե եկեղեցի ունի։ Փաստաբանները միլիոնատերների աղաչում են, որ այդ շենքը ինքը կրկնապատիկ ծախի, եռապատիկ, ասեց ոչ, ստե պետք է Քրիստոս քարոզվի։ Աստված դաժե ֆինանսական, նյութական իրան օրհնեց։ Աղջիկերքի մոտ իրա, Բոնի ու Դեբի, տարիներ ռակ են եղել։ Անենց փորձություններ, եթե Քրիստոսի մեջ կանգնած չլնես, այդ ալիքը կգա, քեզ կխփի ու կգցի։ Հասկանում եք, Սատանեն է գալի քեզ փորձելու։
ու ինքը գալիս է անխնա, ինքը գալիս է անենց տապալի քեզ, որ դու չհելնես, ու Մեքսիկա գնալու ճամփին լսեցի Սուրբ Հոգին սկսեց հետս խոսալ, ասեց ուր ես գնում, ասեցի, ասեց Դավիթ ես ընդե չեմ, ես ընդե չկամ, ես ընդեղ եմ ասեց, որտե նեղություններ է, որտե պատերազմը, որտե ցավը։ Դուք նկատել եք Աստվածաշնչյան Դավիթը արտաքին ֆակտորից չենգե։ Ոչ ով է հիշում Դավիթը ինչ որ միտեղ վիրավորվել է։ Լսի, լիքը թագավորների վերքերի մասին գրած է։ Դավիթին մի օր ցարապկի մասին չեմ կարդացել, խազի մասին չեմ կարդացել, միտեղ ձեռը ճղվի։ 10,000 հաղթողը քերզված չունենա, վերք չունենա, Դավիթը ոնց ընկավ, Դավիթը ներսից ընկավ ժողովուրդ, դսից իրան խոցել չկարացան, դրա համար եկեղեցու անուններից մեկը նոր կտակարանում Դավթի խորանը, ինչ խնդիր կա ներսից է, դրսի ոչ մի խնդիրներ չեն կարա եկեղեցին կոտրեն, ներսից է լինելու, պարակտումը ներսից է լինելու, սատանեն ներսից է քանդելու, ու ասմա Սուրբ Հոգին ասեց Դավիթ, եթե դու էլի 5 կիլոմետր գնացիր, դու մնում ես առանց ինձ, ու ոտերը խփում է տորմուզին, ասմա այդ ես չէի ուզում, ֆորում հետ է գալի, վերադառնում է իր անապատ, որտեղ ցավա, որտեղ պայքարա, որտեղ պատերազմը, ինքը դե պետք է ձևավորվի։ Հիսուսի անուններից մեկը գիտեք ինչ է։ Մուրսկարբի։ Ցավերու տեղի է, Մուրսկարբի։ Հա։ Ու ինքը ցավերի մեջ է մեզ ձևավորում։ Խաչմերուկներ կա, ինքը կարանես բան ցույց տա քո կյանքում, անենց ցավ, որ այդ ցավի ներքո դու ճիշտ խաչմերուկ մտնես։ Ինքը սիրող հայր է, ինքը գիտի, եթե ինքը քո կյանքում իգոր չեղավ, քո կյանքում լուրջ բանը դռներ կփակվեն։ Լուրջ դռներ կփակվեն ու ժամանակը գա լուրջ դռներ կբացվեն։ Ինքն է փակողը, ինքը բացողը, on ալֆա եւ on օմեգա։ Եթե մենք իրան վստահում ենք, էսի հավատքի կյանք է ժողովուրդ։ Մեր հավատքը ունի առաջնորդ ու կատարող։ Եթե մենք մեր առաջնորդից ու կատարողից հետ ընկանք, մենք անապատում ենք մնում։ Ով է մեզ հանելու։ Ու իրանք այնքան մեղանչեցին Տիրոջ դեմ, որ Աստված ասեց վերջ։ Վերադարձեք, էլ ոչ մի բան չի ստացվի ձեր մոտ։ Այդ սերունդը մնաց անապատում։ Հիմա հավատքի ժողովուրդ կա, որը երբեք իրանց անապատից դուրս չի գա։ Հոգով լեցված կյանք չի մտնի։ Եվ Քրիստոսի համար մեծամեծ գործեր չի անի, որ այս աշխարհը տենա զարմանա։ Անապատում ամեն ինչ պարզ արտահայտված է, անապատում Հուդան իր համբյուրով քեզ չի մոտենա, это не горница устланная чистая, ընդ все ярко выражено. Պարզ քեզ երևում, ով է քեզ ատում, ով է քեզ ուզում սպանում, ով է քեզ նախանձում, ով քո լավը չի ուզում։ Ու բան Աստված էդի թույլ կտա։ Աստված էդի թույլ կտա, որ դու դրա միջով անցնես։ Երբ որ ասեց Պետրոս, սատանեն ուզում էր քեզ խարբալեր։ Ռուսերենում գիտեք ինչ ասում, ասում է խնդրում է։ Սատանա просил, ասում է։ Сеять вас как пшеницу։ Բայց ես աղոտ չարեցի, որ էդի քո հետ չլնի։ Ես աղոտ կեմ արել, որ հավատքը չպակասի։ Այսինքն սատանեն խարբալելու է քեզ, որտեղ քո մեջ բաժին ունի։ Եթե սատանեն մեր մեջ բաժին ունի, ждите гостей. Он придет. Он придет за своей долей, которая в моем сердце. Он придет за своей частью. Մի հատ մարգարեացող քույրիկ, Աստված ինչա թույլ տալի, որ այդ աղբերը ինչի միջով անցնի։ Մի հատ օրտնված աղբեր է լինում, երիտասարդ, դեր օրտում ես աղբոր խոսքը։
Այս աղբոր խոսքի միջոցով մարդիկ ապաշխարում են, մարդիկ դարձի են գալիս, Հիսուսին են գտնում, խոստովանվում են, այս մարդկանց կյանքն է բացահայտվում, ու այս մարգարեացող անոթը, քույրիկը փոխանակ ուրախանա, այս քույրիկի սրտի մեջ խորը նախանձ է մտնում։ Եթե նախանձը մտավ սիրտ, ինքը գործելու է։ Если похоть зачала, она должна родить. Процесс беременности будет очень ужасным. Но он будет. Մեղքը հղիանում է ծնում է, կիրքը հղիանում ծնում է մեղքը հղիանում ծնում է մահ։ Այս քույրիկը այցելում է այս աղբորը։ Այս աղբերը բուջուր այգի ունի։ Ինքը ոնց որ ապրում է այդ բանով։ Այդ այգիով։ Հա, բերք բարիք, այս աղբերը, որ այս քույրիկին տենում, ուրախանում է։ Ուրախանում է, ասում է նստի քույրիկ ջան, հեսա քեզ հյուրասիրենք, այսով այգի մեր դու կնոջ հետ օդերով սեղաները սաղ փռում գցում են։ Այս քույրիկը այգիում ինչ անի։ Մոտենում է ծառին, ասում է անիծում եմ քեզ։ Ձեռքը դնում է ծառին, ասում է անիծում եմ քեզ։ Հիշում եք սենց համար, не ревнуй до того, чтобы делать зло. Можно ревновать до того, чтобы переступить грань невозврата. Անիծում եմ, Հիսուս Քրիստոսի անունով չորացի։ Սաղ եղբոր այգին պտտում է, եղբայրն էլ կիրակնոջ հետ բան են անում, հյուրասիրություն են անում այդ քույրիկի համար։ Խաբար չեն, այս քույրիկը մտել է այգին, անիծում է սաղ։ Հյուրասիրում են, այս քույրիկը գնում է։ Հետաքրքիր չէ, դա ոնց է հյուրասիրվում։ Այնքան դժվար է, երբ որ խիղճդ կենդանի է։ Так трудно, когда совесть живая. Стоит убить совесть, и все так легко, так бархатно, так сладко, ничего не чувствуешь. Можно ходить даже по головам. Ничего не больно, ничего не чувствуешь. Нету обвинителя, нету обличителя, սաղազատա։ Այս քույրիկը անիծում, հյուրասիրվում գնում է։ Այս աղբոր սաղայգին չորանում է։ Այս քույրիկը իշխանություն է ունենում, ու այդ իշխանությունը օգտագործում է եղբոր դեմ։ Գալիս է ժամանակ, որ այդ քույրիկը պիտի մահանա։ Եղբայրները տենում են այդ քույրիկի հետևի դևերն են գալի։ Հրեշտակները չեն գալի, դևերն են գալի։ Հավաքվում են, աղոթք են անում։ Աստված ասում աղոթք մի արեք, ինքը ներում չունի, ինքը Սուրբ Հոգունահայ է։ Она похулила Дух Святой. Было такое свидетельство. Не молитесь за нее, прощения не будет, приговор вынесет. Ու ինքը գորալով, աղաղակելով գնաց հավիտենություն։ Տեսավ իր հետևից ով է գալի։ Смотри. Հիշում ես առաքյալները Հիսուսին ասին, ուզում ես ասենք ես Սամարյան վառենք։ Հիսուսը ընդ իրանց ինչ ասեց։ Հա? Из бана Минчевет ինչ ասեց։ До того, как сказал, вы не знаете какого духа, перед этим что он сказал? Написано запретил им. Что запретил? Если у них власти нету, чего запрещать? Взял от них эту власть. Они бы сожгли эту Самарию. У них была власть, они бы сожгли. Дух Святой им подсказал, то, что вы решили, посоветуйтесь с Господом. И они спросили, хочешь мы эту Самарию сожжем? Если бы они не спросили, они бы сожгли эту Самарию. У них была эта власть. У них была эта власть. Մի հատ մայր, ինչ? Ոչ թե չի հարցրել, այլ այդ քույրիկը ոչ թե չի, ասենք ես հիմա գալիս եմ ձեր տուն, քեզ բան անեմ, անիծեմ։
ասեմ տե ջան գնամ Նելիին անիծեմ թե չէ։ Ես բանվավ չտես հարց կտամ։ Ես տես հարց չեմ տա, ես չարությունով լցված գալիս եմ քեզ անիծեմ։ Քո հացը ծախվում է, իմ հացը չի ծախվում։ Իմ ալուրը կորում է, քո մոտ հերթա։ Կամ իմ ալուրի որակը պիտի բարձրացնեմ, կամ գիշերը կգաս, կտենաս բուտկետ, то есть գիշերը կետաս, առավոտ կգաս, կտենաս բուտկետ վառածա։ Ոչ թե նման սրտի տեր մարդուն, ինքը տեն սիրտ ընթացքում է ունեցել, ինքը սկզբից տեն սիրտ չի ունեցել։ Բա ինչ էր նոր մի քիչ առաջ Ալիկը մոլորության մասին ասում։ Ալիկը նոր ինչի համար էր ասում, որ մեզի հավատքի մեջ ստուգենք, մենք հավատքի մեջ ենք թե չէ, թե մենք արդեն խաբված ենք, մոլորված ենք, մեր սիրտը էլ Հիսուսին չի ուզում, արդեն ուրիշ բաներ է ուզում։ Մոլորությունը ո՞նց է գալի, աննկատ է գալի։ Ընդհանրապես մտածել ենք սուտը ինչ առավելություն ունի ճշմարտության առաջ։ Каково преимущество лжи перед истиной? Во лжи 99% будет истина, там 1% будет ложь. Ստի մեջ 99%-ը ճիշտ է լինելու, մի տոկոսն է սուտ լինելու։ Էդ էլ մարմնավոր նյութական չես կարա բացահայտես, եթե պետք է հոգով քննես, հոգով բռնես ինչա կատարվում է։ Այդտենց են խափում։ Այնքան սաղ նման է լինելու օրիգինալին։ Հեսուն խապնվեց։ Այսօր ստե ով ունի Հեսուի հասակը։ Հոգևոր հասակ է Հեսուի, ստե մեկը կա որ ունի։ Ես քիչ եմ էլ պատկերացնում ինքը ինչ հոգևոր հասակ ուներ Հեսուն։ Աստվածաշնչում ամենամեծ հրաշքը Հեսուն արե։ Արևը կանգնացրել է։ Լուսինն է կանգնացրել։ Կաստ է մեկը տենց հավատ կասի արևին հիմա հելնի, ասի արևին կանգնի ու բա մինչև առավոտ լույս է լինի։ Ժամը տենանք 8:20-ի վրա կանգնեց։ Ժորդ լուրջ հասակ ուներ, լուրջ իշխանություն ուներ, կոշիկներն էր պատերեսում։ Այն կոշիկները, որը Հեսուն հանեց իր հակից, այսօր այդ կոշիկների հետևից հերթ կլինի։ Այդ Հեսուն այդ կոշիկներով գիտեք ինչ էր արել, ինչ մեծամեծ բաներ, բայց Աստված ասեց հան այդ կոշիկները, թազա կոշիկներ տվեց։ Բայց մեզ այսօր այն չնչի բաներով մենք կարանք խաբվենք, կարանք նեղանանք, կարանք տրամադրվենք։ Մի հատ աղբեր իշխանություն ունի։ Նաչալնիկը մոտենում է խփի, ասում է Տերը քեզ արգելի։ Այս նաչալնիկը ընկնում մեռնում է։ Մտածել եք հեչ մեկին պատտես ասես Տերը քեզ արգելի, այդ բանը մարդը կարա բանան ընկերի մեռնի։ Աստված ասում է ինչի արիր։ Просто сказал, Господь да запретит тебе, он раз упал и умер. Взыскание было. 3 года лежал. Անդամալոց 3 տարի պարկեց։ Իշխանություն ուներ, սխալ օգտագործեց։ Մի հատ կին, քույրիկ, աղջկան ասեց, чтобы иметь такой, как ты, лучше вообще не иметь. Она ушла из дому и несколько лет дома не была. Разделась догола и вышла на улицу. Քանի տարի դուրս է տունը չեղե։ Աստանովկում եկել է մի հատ աղբոր մոտ չոքել է, ասել է օգնի ինձ։ Աղբերը պատտվեց, տեսել է նորմալ չի, բայց Տերը կառավարել է, վեկար է բերել է տուն։ Աղոտ կենար է, դևը հելել է մեջից, դիվահարվել է, դևը մեջից հելել է։ Մերը զղջում էր, գիշեր ցերեկ աղիով լացում ողբում էր։ Տիրոջը ինչա ասե։ Երեխուն անիծել է։ Քոպես ունենամ, ավելավա չունենամ։ Ինչ ես ասում, չէ՞ վրոձի։ Բայց դες ինչից ինչ կարող առնի ժողովուրդ։ Տարիներով աղջկա կորցնես։ Կարար հետ չգար։ Մահը կյանքը, ասма лезвի, смерть и власть, смерть и жизнь во власти языка։ Լեզվի մեջ է։ Կյանքը մահը լեզվի մեջ է։ Լեզվով կարաս անիծես, լեզվով կարաս օրհնես։
Մի հատ աղբեր իշխանություն է ստացել երկնքից։ Հիմա ուզում է փորձարկի այդ իշխանությունը։ Բայց մարդու վրա չի փորձարկում։ Կանգնել է մոստի վրա, մատորով լոդկին ասում է հանգի, լոդկեն հանգում է։ Էս էլ ա եղել, պատմել են ինձ, ոչ մի հոգի է պատմել, ոչ երկու հոգի։ Դաժե մարդիկ գիտեն, որոնք այդ աղբորը ճանաչել են։ Հանգի ասել է, հանգում է, այս խեղճել քաշում է, արդեն տրոսը պոկում է էդի։ Խոդի չենք ընկնիկ, ասում է, լսի մեղք է այդ մարդը, գործի է, բանանում, ասում է, դու ինչ ես, հաստատվում ես, թե կատարելագործվում ես։ Ասում է, չգիտեմ, Տիրոջ իշխանությունն են փորձում, ասում է, այդ մարդը գործից ուշանում է, դու այդ մարդու, չի ճամանում այդ մարդուն բանած չի ասում, մարդուն ոնց կասեմ, Աստծո պատկերով ստեղծած չէ, պրոստը մատորնի լոդկեն պետք է հանգի։ Հանգի ու խոդի չեն գնում։ Կնիկը վերջում աղաչեց, ասեց, մեղք կա, գործից ուշանում է, ողորմածությունը դուր է, Քրիստոս տենց լավ ասում է, խոդի ենգի։ Մոստի վրա կանգնած ասել է խոդի ենգի, էսի մի հատ քաշել է, անենցա լոդկեն խոդի ենգի, ոնց որ նոր գարաժից անել է, քշի գնացել է։ Այսինքն մարդը հաստատվում էր, թե կատարելագործվում էր։ Ասենք ոնց որ քեզ հիմա մի հատ զենք տան նվեր։ Այդ զենքով չես ուզի կրակես։ Մարդու վրա կրակես կբռնեն կտանեն կդատեն։ Սպանիր, ինվալիդ սարքիր մարդուն։ Բայց մատորնի լոդկի վրա դմփ կրակում էր կպավ։ Խոդի ենգի, խոդ։ Մի քանի անգամ տենց արել է։ Տարբեր լոդկեք։ Խոսք ասում էր լոդկեն հանգում էր։ Մենք պրոստը այդ իշխանությունը չեն գալիս, մենք որ գանք այդ իշխանությանը, որ այդ հոգևոր իշխանությունը ստանանք, որը գալիս ասում է, իսկ բանը նրանք ովքեր ընդունեցին, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելով, սկզբից այդ իշխանությունն է, մենք վրա ձգտում ենք դևերի իշխանություն, դևերին հրաման տամ, այս թագավորությունը քանդեմ, այս սարը բրդեմ Թուրքիայի վրա գնա вообще, ոնց է կարծում, մենք տենց բանի կհասնենք, Աստված մեզ կվստահի, չի վստահի։ Բայց սկզբից Աստծո որդու իշխանությունն է։ Եթե Աստծո որդու իշխանության մեջ հավատարիմ եղանք, իսկ Աստծո որդին ո՞րն է։ Երեխեքը նմանվում են հորը, дети генетическое наследственность своих родителей։ Մենք գեներն ենք կրում, որը Քրիստոս մեր մեջ դրել է վերստին ծննդով։ Գնալով նմանվենք Հիսուսին։ Արդար, ազնիվ, մաքուր, բարեհաճո, աստվածահաճո, Աստծո եթե այդ իշխանությունը մեր կյանքում իրականացավ, Աստված մեզ կհասցնի հաջորդ իշխանությանը, ժողովուրդ ջան։ Լուրջ իշխանություն կվստահի մեզ։ Կխնդրենք ամուսինը կգա կապաշխարի, կինը կգա աշխարհից կապաշխարի, երեխեքը կդզվեն, ծնողները դարձի կգան, հարևանների ականջը կբացի, մաներից գործելով կեթաս։ Քչի մեջ հավատարիմը, շատի մեջ էլ է հավատարիմ։ Աստված միշտ քչով է մարդուն փորձում, քիչ, փոքր բան տալիս է, տենա ինչ ես անում։ Տեր օրհնի ձեզ։